Ես չեմ հասկանում, խորհրդային Հայաստանի Հանրապետությունը 70 տարվա ժառանգություն է ստեղծել եւ նույնիսկ դպրոցներում երեխաները, որ երկրորդ հանրապետություն են անցնում, իրենք աչքով տեսնում են, որ այդ դպրոցները, որ կառուցված են մանկապ, այդ բոլորը խորհրդային տարիների կառուցված է։ Այդ ամբողջ ժառանգությունը, որ դուք ուզում եք ջնջեք, ինչ եք ուզում տեղը դնել։ Ոչինչ։ Միանգամից ես կառաջարկեի Նիկոլ Փաշինյանի անունով այդ փողոց անվանակոչել, որտեղ վաղը կարող է ասել Քրքրքորյանը փոխկապակցված է նախկինների հետ, ինքը այսպես բան է, ֆինանսավորել է նախկիններին, ուրեմն պետք է անվանակոչել։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հիշատակը հավերժացնելու համար վաղտեղուշ մի փողոց պիտի պահեք, որ վերջապես իր անունով էլ անվանակոչվի։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, ես կասեմ, որ այս նախագծի միակ հիմնավորումը այն է, որ միակ հիմնավորումը ատելությունն է եւ անհանդուրժողականությունն է, ընդ որում չեղած, այսպես ոնց ասեմ, երևույթների նկատմամբ խորհրդային պետությունը չկա, բոլշևիզմը չկա արդեն 100 տարի, 100 տարի չկա բոլշևիզմ այս երկրում, եւ զարմանում եմ, որ դուք այդ ուրվականի հետ մինչև այսօր կռիվ եք տալիս, սա ադեկվատ չի, այսքան բան։